Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը չի համարում, որ զինդատախազությունը մատաղիսի գործով սխալվել է։ Մեծ այդ զրույցում զինդատախազը համոզմունք հայտնեց, որ առնվազն պրոֆեսիոնալ տեսակետից սխալի մասին խոսելը ճիշտ չէ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, այս գործը 4.5 տարի քննելուց հետո 3 արդարացրեց զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոփյանին կատարված հանցագործության մեջ նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով։ Մի փաստի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, որ արդարացրեց ոչ թե հանցակազմի բացակայության հիմքով կամ հանցադեպի, այլ ապացույցների անբավարարությամբ։ Այսինքն մենք չենք խոսում Թարապես այդ անձանց կողմից որևէ արարք կատարելու կամ չկատարելու մասին մենք խոսում ենք, որ նախաքննության մարմինը չկարողացավ պատշաճ բավարար ապացույցներ ներկայացնի ըստ դատարանի որոշման տվյալ հանցանքի մեջ նրանց մեղք ապացուցված համարելու առումով։ Այսինքն այստեղ սխալի մասին ճիշտ չի խոսելը։ Դուք շարունակում եք պաշտպանել մեղադրանքը նույնիսկ դատավճռից հետո։ Այս պահի դրությամբ ես պնդում եմ բնականաբար, ընդ որում, եթե արդարացման դատավճռի արդյունքում մենք վերնամուխ լինենք նախաքննության իրականացմանը կրկին, չի բացառվում, որ որևէ այլ նոր ապացույցներ ձեռք բերելու արդյունքում նույն այս մեր ամբաստանյալները հայտնվեն կրկին ամբաստանյալի աթոռին, այսինքն այս իմաստով ես չեմ կարծում, որ մենք կարող ենք համարել, որ թեման փակված է։ Ազգային ժողովը դժվարությամբ, բայց իշխանական հանրապետականի եւ օրինաց երկրի ջանքերով այսօր ընդունեց ՀՀԿ 2 падգամավորների Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությունները։ Կողմ 70 դեմ 6 ձեռնպատ չունենք, որոշումը ընդունել է։ Նախ հանրապետական մեծամասնության խմբակցության ղեկավարն ու քարտուղարը Գալուստ եւ Հովանես Սահակյանները մի քանի անգամ հաշվեցին դահլիճում ներկա իշխանական падգամավորների թիվը, բայց հանկարծ ընդդիմադիրներն ու Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն մասնակցելու քվեարկությանը։ Դա նշանակում էր նախագիծն ընդունվելու համար չի կարող հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Այս պահին դահլիճում 63 հոգի է։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, հանկարծ ինձ չստացվի, որ օրենքը անցել է։ 63 հոգի եք դուք, ֆիքսենք եք փաստը։ Դուք միշտ դավեր եք լույթում, դա պաշտամարների խնդիր է, բայց ես ուզում եմ նաև ասել, որ դա քննարկումների արդյունքում մենք ունենք այս նախագիծը, պարոն Հովհաննիսյան, դուք պետք է նաև ընդդիմադիրը մոտենաք։ Այս մարտավարությունը խառնեց իշխանական խմբակցությունների խաղաքարտերը իրավիճակը փրկելու եւ անհրաժեշտ թվով падգամավորներ խորհրդան կանչելու համար հանրապետական խմբակցության ղեկավարն ընդմիջում խնդրեց։ Գալուստ Սահակյան, Սա րոպե ընդմիջում։ Այս ընդմիջմանը հաջորդեց օրենքով սահմանված մյուսը եւ անհրաժեշտ թվով падգամավորներն ի վերջո հավաքվեցին ու ընդունեցին օրինագիծը։ Դաշնակցությունը որոշեց փոխել բոյկոտի մարտավարությունն ու դեմ քվեարկեց։ Երրորդյա բուրըն քննարկումների առիթ դարձած այս փոփոխություններով ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը նոր տեսք ու կազմ կունենա 6-ի փոխարեն 7 հոգանոց։ Իշխանությունն ու ընդդիմությունը հավասար թվով ներկայացված կլինեն 3-3, մեկ անդամ այլընտրանքը կունենա։ Հանրապետականն այս փոփոխությամբ էթիկայի հանձնաժողովում ավելացրեց իր անդամների թիվը նախկինում 1-ն էր, հիմա 2-ը կլինեն, նրանց հետ կլինի օրինաց երկրի ներկայացուցիչը։ Ընդհանուր առմամբ ընդդիմադիրներն այս օրինագիծը գնահատում են իրենց դեմ ուղված քայլ, ինչին Գալուստ Սահակյանը որոշեց այսօր հակադարձել։ Մտքի ուսուցումը չի կարելի սպանել, սա ես չեմ ասել, Հրանտ Բագրատյանն Հրանտ Մատևոսյանն է ասել, այսինքն մարդը չի կարող անընդհատ նույն բանի մասին խոսել, կրկնել, Այն չի պարունակում վրիժառության էլեմենտներ եւ ոչ էլ կուլիսային դրդապատճառներից է բխում։ Երբ նախագիծը ներկայացվեց խորհրդարանում, ընդդիմությունը սպառնաց, թե այն ընդունվելու դեպքում չի մասնակցի էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին։ Երկու խմբակցություններ Հայ ազգային կոնգրեսն ու Ժառանգությունը այդ հնարավորությունը դեռևս կքննարկեն, իսկ Դաշնակցությունն ու Բարգավաճ Հայաստանը հայտարարեցին, թե իրենք մտքափոխվել են։ Որոշակի ընդունելի դրույթներ ավելացել են առաջարկների մեջ, Բարգավաճ Հայաստանը կշարունակի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե իհարկե հետո պարոն Հարությունյանի վերադառնալուց հետո նորից նոր դրույթներ չփոխվեն, որտեղ անկանխատեսելի են մեծերի ուրեմն գործերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա օրերին բրիտանական Land Trade Global Supply սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է հայտնի, թե թանաքանյութի 14 տեսակներից որն է ընտրում փետրվարի 18-ին նշանակված նախագահի ընտրությունների ժամանակ կիրառելու համար։
Նրանք հիմնականում փորձարկում են խոտանված անձնագրերում, փորձում են խոտանված անձնագրերի վրա ուրեմն իրականացնել դրոշմակնքում, ֆիքսել ժամանակահատվածը եւ հետեւել այն գործընթացին, ինչը տեղի է ունենում թանաքանյութի հետ կապված, այս մի քանի ժամ հետո ինչ վիճակի է հասնում եւ այլն։ Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի պետական բյուջեից $35,500 էր հատկացվել թանաքանյութի համար։ Բրիտանական կազմակերպությունը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին էր տրամադրել 2500 սրվակ թանաքանյութ, որը ըստ պայմանավորվածության պետք է որ անձնագրերում մնար առնվազն 12 ժամ։ Թեև քվեարկության օրը համատարած ահազանգեր կային, ըստ որոնց այսպես կոչված հատուկ թանաքանյութով կնքված դրոշմակնիկներն անհետանում էին անգամ րոպեներան։ Կարող եք իսպառ բացառել, որ այդ կազմակերպությունը առնչություն ունի Հայաստանի իշխանական մարմիններից որևէ մեկի հետ, գուցե անձնական կապ։ Դա ուղղակի աբսուրդ է նման բանի մասին խոսելը, աբսուրդ է։ Եթե կա որևէ, չգիտեմ, քաղաքական ուժ, քաղաքացիական հասարակության ինչ-որ սուբյեկտ, որն ունի նման նյութ, որը կասկածում է այն նյութին, որը փորձում է ձեռք բերել կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ինքը ունի ավելի լավը, խնդրեմ թող ցույց տան, մենք պատրաստ ենք ձեռք բերել այդ նյութը եւ կիրառել հենց այդ նյութը։ Պարոն Մուկուչյան, բայց չէ որ եւ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ եւ վերջին դեկտեմբերի 2-ի ավանում, մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ դուք ձեր հրահանգով ի վերջո որոշ ընտրատեղամասերում որոշեցին նախորդ դեպքում ընդհանրապես սովորական թանակ կիրառել, այս անգամ արդեն խառնել սովորական թանակը այդ հատուկ նյութի հետ։ Ինչն է խնդիրը, որ իսկապես եթե այդ որոշումը մի անգամ կայացրել եք, ինչու հիմա ընդհանրապես ընտրությունների ժամանակ չի կարելի սովորական թանակ կիրառել։ Թե հնարավոր չէ հրաժարվել։ Դեպքում հետեւյալն է, փորձը, որ մենք ունեցանք, ապագայում մեզ ամենայն դեպս զերծ կպահի նմանատիպ խնդիրների հետ առնչվելուց։ Այսինքն վստահ եք, որ այս նոր որակի չենք ունենալու նման խնդիր։ Իսկ եթե ունենանք, գիտեք, ես ամենայն դեպս վստահեցնում եմ եւ վստահ եմ, որ նման խնդիր չի առաջանալ։ Հիշեցնեմ, որ անձնագրերում առնվազն 12 ժամ պահպանվող թանաքանյութով դրոշմակնիկների առկայության պահանջը պարտադիր է ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունից հետո, անցած տարվա մայիսից, եւ նոր թանաքանյութի փնտրտուքը ըստ Մուկուչյանի արդյունք չի տվել Հայաստանում։ Կարողացանք հասկանալ ու պարզել, որ նման նյութ առաջին անգամ կիրառվելու է մեզ մոտ։ Մեր ընտրական համակարգում է առաջին անգամ կիրառվելու նման հատկանիշներով քիմիական նյութ։ Այսինքն նկատի ունեք ամբողջ աշխարհում։ Մինչ այդ որևէ նման նախադեպ չկար, որևէ երկրում ուրեմն կիրառված նախադեպ, որպեսզի ուղղակի այդ երկրի փորձով փորձեինք հասկանալ ինչ նյութ է դա եղել, դե մի բան ակնհայտ էր, որ ինքը իրենով ըստ էության խնդիր էր, որի լուծումը պետք է տար գիտությունը, որովհետև նոր հատկանիշներով նյութ պետք է ստեղծվեր։ Գիտության ոլորտի հերթական հայտնագործությունը ըստ Տիգրան Մուկուչյանի նոր հատկանիշներով թանաքանյութը $35,000-ից ոչ պակաս գումարով Հայաստանում կլինի հունվարի սկզբին։ 7.5 միլիոն դրամի պարտք ունի մեր պետությունը Վարդաշանի անօթևանների կացարանին, որը չմարելու դեպքում 38 անօթևան մարդ այս ցուրտ եղանակին կհայտնվի փողոցում։ Հաստատությունում ապրող մարդիկ արդեն ահուսարսափով են պատկերացնում, թե ինչպես են նորից քնելու սառը գետնին, կիսաքանդ շինությունների քարերի տակ։ Օրինակ պատվականը, որ երկար ժամանակ ապրել է այսպիսի պայմաններում, մեզ հետ ունեցած զրույցում պատմեց, որ փողոցում հայտնվել է կնոջից ամուսնալուծվելուց հետո։ Տոնը մնացել է կնոջն ու երեխային, իսկ ինքը հայտնվել է Երևանի կայարանի հարակից կիսաքանդ շենքի փլատակներում։ Ցրտահարվելու պատճառով ոտքի մատներից է զրկվել, անդամահատել են։ Չի պատկերացնում, ինչ կլինի իր հետ, եթե նորից հայտնվի փողոցում։ Մի կողմից դավոր տանիք կա մեր գլխավերևում, հիմա տեսնում եք մեր վիճակը։ Դե մարդկանց չեն ֆինանսավորում, այս մարդիկ ինչ կարող են անել։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն արդեն 136 հոգու է ընդունել։ Ժամանակի ընթացքում վերջիններիս բարեկամների հետ կապ է հաստատվել, արդյունքում օրինակ 26-ը վերադարձել է հարազատների մոտ։ Մնացածը աշխատանք են գտել կամ գտել են ապրելու իրենց հնարավորությունը։ Անօթևան մարդկանց կացարանով ապահովող Հանս Քրիստիան Կոֆոետ հայդանյական բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարժ Խաչատրյանը սակայն պատմեց այնպիսի սահմռկեցուցիչ կյանքով ապրող մարդկանց մասին, որ եթե հիմնադրամն այլևս չկարողանա վերջիններիս պահել, փողոցն ախուսափելի է այդ մարդկանց համար։ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց ձորի մեջը բավականին մարդիկ էին ապրում, պանելների տակ,
որ տեսեք զարմանայք ուղղակի պանելի տակից մարդուն ոնց ենք հանել, այդ պանելի տակից կենթանին չի կարա մտնել, շունը չէր կարա մտնել, այդ մարդը մտել էր եւ այնտեղ էր ապրում։ Տխուր ճակատագրերով մարդիկ այստեղ շատ են, օրինակ Գևորգը 1992 թվականին տունը վաճառեց, փողն արժեզրկվեց ու մնաց անտուն։ 20 տարի փողոցային կյանքից հետո 3 ամիս է որ հայտնվել է այստեղ։ Չունի ոչ բարեկամ, ոչ աշխատանք, ոչ էլ հույս, որ կարող է ինչ-որ դրական բան փոխվել իր կյանքում։ Տիկին Սուսաննան էլ պատմում էր, որ 24 տարեկան տղա ունի, որ ապրում է Հոկտեմբերյանում, սակայն ինքն այլևս իր որդուն պետք չէ։ Անստացել ընտանիք ունի։ Գիտի, որ դուք այստեղ եք։ Չէ, ոչ գիտի, որ այստեղ եմ։ Ես ոչ մի բան չգիտեմ, գիտեմ, որ Հոկտեմբերյանն է, ոչ հասակ գիտեմ, որ տեղը գիտեմ։ Այս մարդիկ խնդրում են միայն մի բան, որ իրենց նորից փողոց չուղարկեն, անգամ եթե հաց չկա, մի կերպ կգոյատևեն, միայն թե տանիք լինի գլխավերևում։ Իսկ եթե այնուամենայնիվ հայտնվեն փողոցում, ինչպես ուզված ասաց տիկին Անահիտը, Եթե կնստեմ քաղաքապետարանի դեմը, ինչ պիտի անեմ։ Դրսից եկած մարդին կարան ընդունեն, բայց ներսի մարդին չեն կարա տեղավորեն հանակացանով օգում, որից մի բանով։ Հիմնադրամի աշխատողներն էլ, որ աշխատանքի են գալիս խղճի մտոք, քանզի աշխատավարձ այլևս չեն ստանում, մեզ պատմեցին, որ սնունդն էլ ստիպված տանից են երբեմն բերում, որ գոնե այս մարդիկ մի բան ուտեն։ Ինչքան կարանք բերենք։ Ինչքան կարանք բերենք։ Հեսա տանից եք դուք բերել, հա։ Չէ, էսի Խաչատրյանն է բերել, բայց տանից բերում եք։ Առաջ 3 ձև տալիս էր սոկնել հետը, կամպոտնել հետը, Первый, второй տալիս էր չայը կարակով, ջեմով, ամեն ինչով տալիս էր, խամորեղենով, ինչ ասես տալիս էր սմետան տվարով։ Օրվա մեջ մի անգամ ընդամենը մի հատ բաղարով։ Չէ, առավոտը չայմայ է տալիս, ճաշի մնացած։ Ուտում են, իրիկուների էսի պահում են, էլի ուտում են, առավոտն էլի ուտում են, ինչ անենք, մեղք են։ Հիմնադրամի տնօրեն Շավարժ Խաչատրյանն էլ հիշում է, որ անցած տարի պաշտոնյաներ էին եկել, հյուրերի թվում էր անգամ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, անգամ հեռուստացույց էին նվեր բերել, իսկ հիմա ոչ էլ հիշում են այս մարդկանց։ Ֆինանսական այս խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը, որ նախապես պարտավորություն էր կրել մասամբ ֆինանսական աջակցություն տրամադրել Հանս Քրիստիան Կոֆոետ հայդանական բարեգործական հիմնադրամին, այլևս հրաժարվել է վճարել, պատճառաբանելով սուղ հնարավորությունները, եւ գործն ուղարկել են սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարություն։ Պարոն Խաչատրյանն ասում է, որ ամեն օր գնում է նախարարություն, հասկանալու երբ կլուծվի հարցը, սակայն վաղը կամ մյուս օրը պատասխանն է դեռ միայն հնչում։ Խոստանում են առաջիկա կառավարության նիստի ժամանակ խնդիրը բարձրացնել, սակայն դեռ այս մասով էլ դրական արձագանք չի եղել։ Երկու օր էլ համբեր եք եւ 3 ամիս է 2 օր ես համբերում եմ։ Վարդաշենի 9-րդ փողոցի 70 հասցեում գտնվող անօթևանների ապաստարանը սարսափելի ցուրտ է, չի ջեռուցվում, որովհետև ինչպես տնօրենն ասաց, հազիվ սեփական միջոցներով կարողանում են օրվա ճաշը եփել։ Այս 2 օրը ես ձեզ ասեմ, գիտեք ինչքան մարդիկ են դիմել, ու ես չեմ կարողանում ընդունել։ Մի քանի անգամ գնացել եմ սոցիալ-նախարարություն եւ առաջարկել եմ, ասել եմ կհանեմ վաղվանից, բայց դե իմ խիղճն էլ որպես բարեգործ եւ բարեգործական հիմնադրամի տնօրեն չի գնում էլի ձեռքս նրան, որ մարդկանց հանեմ գցեմ այս ձմռանը ցրտին հանեմ դուս։ Երեք Սիրիայի կառավարությանը պատկանող սիրիական ավիաուղիներով Հալեբ մեկնեց 12, իսկ Երևան տեղափոխվեց 130 սիրիահայ։ Հայաստան եկածների մեծ մասն ամանորը կանցկացնի Երևանում, հարազատների կամ էլ վարձակալած բնակարաններում։ Հալեպից Երևան տեղափոխվածները պատմում էին, որ Հալեպն առաջվանը չէ, քաղաքը չունի տոնական տեսք։ Հալեպի չիրեն արողնիցա, չիրենից հոգեցա։ Հոգեկանից խանգարվավ աղջիկս, ասված ինքը թասավոր եմ ես յավրում, ասված ինքը թաղտո, այս ամբը թող վերցնե, թող լույս սակի այլևս։ Հալեպը հիմա ինչպիսին է, ասում են հաց չի գա, գազ պտակազի օդ չի գա, չուր չի գա, շատ աղվոր է աղջիկս։ Օդ աղվոր գիշն չենք որ աղջիկս, ութի մեջ ենք, միան օդ կա, ուրիշ բան չի գա աղջիկս։ Որ նայեցին ես որ չնայեցն է ետ կերտան։ Հայաստանին բավական օգնություն եղավ, ողջ մնան բոլորն ողջ մնան, որ մեզի դարձյալ որպես հայ ընդունեցին եւ ամեն տեսակի օգնություններ տրկեցին։ Այստեղ որտեղ եք մնալու։ Դեմ դերցամ նայեմ չեմ գիտեր։ Բանին հարիվաններ են, առաջվա ժամանակ Հալեբենի վեր։ 8 օր էլեկտրականություն չունեցան, հատես որ հոդած են կուզենք բարգեմ առաջ դուն երթալ բաղնիկ մարնել։ Այստեղ որտեղ եք տեղավորվելու ապրելու։ Մենք աստղանդուն ունենք 6 տարի է, հատպես որ ամենամերները կուքան, հիմա պիտի կանք երկար ժամանակ, մինչ որ մեր սահմանները լրիվ պետական զորքը լա, քաղաքը հանդարտելա,
եւ մենք կարենանք ասես ապահով զգանք մեզ։ Մենք անապահով վիճակ ենք։ Ձեր տունում եք թողել այնտեղ, Հալեպում։ Ոչինչ, քոցեր եկերենք։ Բա չեք վախենում գողերից։ Ինչ կուզե թողելա։ Ինչպես են տակացնում տները ջրություն։ Չենք տակացնում։ Ցուրտ չէ։ Ադիալներով ենք պատածում նստում։ Իսկ զարկերը։ Զարկերը անընդհատ կա։ Խախվում են, բայց չգիտենք որտեղ։ Անընդհատ ռուպային։ Սովորական։ Արդեն սովորական է դարձել։ Սովորական դարձել։ Ձեր ընտանիքը որտեղ է հիմա։ Հայոց շրջանում է, Հալեբ։ Այնտեղ են ապրում։ Բա ինչ չեք վերում Հայաստան։ Առայժմ Հալեբում ապրում։ Ոչ հոսանք կա, ոչ հաց կա։ Հացի հետ կանգնել եք։ Իհարկե։ Ինչքանի ժամ։ Հաց կդլա որ հետ կա։ Ժամը չեմ գրնալ ասել։ Երկար եք կանգնել։ Իհարկե։ Ազատություն ռադիոկայանի զրույցում հալեպահայերն ասում էին, որ թեև Հայաստանում դժվար են հարմարվում, բայց առայժմ Հալեբ մեկնել չեն շտապում։ Դեգուսի մամենք ընդեղ պատերազմի մեջ են, որպես կյանք համեմատես, ստեղ ավելի տանգը կան դերտեղ։ Հայաստան տեղափոխված սիրիահայերը Հայաստանի կառավարությունից ուշադրություն ու աշխատանք են խնդրում։ Սիրիահայերի համար քոր չի գա այստեղ։ Եթե փող ունես, քորդ ունես, փող չունես, քորդ չունես։ Խորհրդային տարիներին ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում 400 աշխատակից կար, այժմ մոտ 130-ը, սակայն տնօրենի խոսքով Հայաստանը այս բնագավառում շարունակում է պահպանել առաջատար դիրքերը, չնայած որ գիտական արտադրանքը ստանում են ոչ թե նորագույն սարքավորումներով, այլ 70-ականների սարքավորում ամենայն դեպս հիմա մենք օգտագործում ենք։ Շատ սարքեր կան, որոնք 10-20 տարի կամ 30 տարի իրանց ակտուալությունը չեն կորցնում։ Ինստիտուտին պետբյուջեից այս տարի տրամադրվել է 135 միլիոն դրամ, որի 80%-ը տնօրենի խոսքով տրամադրվում է աշխատավարձերին եւ տնտեսական ծախսերի համար։ Նա նշեց, որ հայ գիտնականների համար ժամանակակից սարքավորում ձեռք բերելու ամենաարդյունավետ աղբյուրը վերջին տարիներին միջազգային ծրագրերն ու դրամաշնորհներն են։ Գյուղական թանկը ձեռքաբերվել է 2 գրանտերի միջոցով։ Ինչ արժի։ 70,000 մոտավորապես։ Բացի այդ, սարքավորումներ ստեղծում են հենց իրենք գիտնականները, ովքեր վերամշակում են հները ժամանակակից հետազոտություններ կատարելու նպատակով։ Ինչի են մեր գիտնականները շատ մեծ արժեք ունեն արտասահմանում հիմա էլ։ Քանի որ մենք նախ շատ լայն պրոֆիլ է, այսինքն եթե արտասահմանում մի սարք փչանում է, բոլորը գիտեն ինչա պետք անել։ Զանգել այդ ֆիրմային, որ գան սպասարկումը իրականացնեն։ Դա կարող է տևի մի ամիս, կարող է 3 ամիս, կարող է ծախսատար լինի, մասնագետ գա, փող ծախսեն եւ այլն։ Մեզ մոտ նման բան չի արվում։ Մեզ մոտ կյանքն է մեզ տիպում ավելի ճկուն լինել, մտնել են ոլորտների մեջ, որը մեր գործը չի։ Ինքնասարքում ստեղծում սարքավորում։ Մեր այցելության պահին այդպիսի մի սարքի ստեղծման վրա էր աշխատում ավագ գիտաշխատող Վլադիմիր Արաքելյանը։ Նոր տիպի 2 լազերը ստեղծում, շատ բարձր հաջողությամբ գրգռումով, որը հույսով ենք, որ կտա հնարավորություն բարձր հզորություն ստանալ։ Ինքը որտեղ կարող օգտագործվի։ Սկսած ասենք սոնդամթերքի փաթեթման վերջացրած մետաղ կտրելով համար։ Տնօրենի խոսքով տարեկան մի քանի հոդվածներ են տպագրում միջազգային հանդեսներում, եթե գիտական մեկ հոդված տպագրելու համար զարգացած երկրներում ծախսվում է 100-ից 150 հազար դոլար, մեր գիտնականները տասնյակ անգամ ավելի քիչ գումարներ ծախսելով են հասնում նմանատիպ արդյունքների։ Առաջինը, ինչքան էլ զարմանալի կթվա, էնտուզիազմի հաշվին, այսինքն կան նվիրյալներ։ Մեխանիկայի ինստիտուտը գործում է 1955 թվականից, օգտագործվող սարքավորումները գրեթե իր տարիքին են։ Ամենահինը 1967, ամենանորը 1985 թվականի։ Տնօրեն Վահրամ Հակոբյանի խոսքով այս սարքերով էլ են կարողանում նկատելի արդյունքների հասնել։ Պարոն Կարապետյանի ղեկավարությամբ ստացված է նոր շփակային նյութ, որի մեջ բացակայում է կոնցերոգեն տար, ազբեստը բացակայում։ Եվ այս նոր ստացված նյութը իր բոլոր տեխնիկական եւ տվյալներով չի զիջում միջազգային շուկայում առկա մյուս ուրեմն նյութերին։
Այժմ նրանց խոսքով մնացել է կոմերցիալիզացիայի հարցը, որը երևի թե հայ գիտնականների մոտ համեմատած գիտական արդյունքներ ստանալուն այդքան էլ լավ չի ստացվում։ Վերջին հոդվածը, որը տպագրվել է միջազգային հանդեսում, դարն ապրած երկաթե բետոնե կոնստրուկցիաների ուտիլիզացիայի մասին է։ Այս տարի ինստիտուտը ստանալու է 128 միլիոն դրամ, որը եւ նոր սարքավորումներ ձեռք բերելու եւ մյուս ծախսերը հոգալու համար չի բավարարի։ Ամենացավալին նաեւ որ այսօր եթե համատենք խորհրդային շրջանին, գիտնականի վաստակը առհամարված է, այսպես ասեմ, եւ գիտնականը չունի այն վարկանիշը, որ մեր խորհրդային շրջանում։ Եվ երիտասարդները բնականաբար, որոնք բացի ֆինանսական խրախուսանքից պահանջում են նաեւ հոգեկան արժեքները եւ իրենց արարողությունը գնահատման, չեն ուզում աշխատել մի բնակարանում, որը գնահատված չի։ Ավարտվել է Քոբեր Թումանյան վազորդում գտնվող կամրջի վերանորոգումը, սա թվով երրորդ կամուրջն է, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը շահագործման է հանձնում այս տարի։ Վանաձորի գծակայանային միավորման պետ Ռաֆիկ Սխլեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զամանլուի կամրջից հետո սա բարդությամբ երկրորդն է։ 1970-ական թվականների կեսերին արդեն այս կամուրջները իրենց շահագործման ժամկետը ապրել են արդեն։ Կրող մասերի մոտ սկսել արդեն ժանգը քայքայել կրող կամուրջներին եւ գիտեք գնացքը երբ անցնում է արդեն այս կամուրջի վրա գնացքը անցնել է գրեթե 60 կմ/ժ հեռագությամբ եւ դինամիկին զոր ցնցումների տակ կարող էր հանգարց կոտրվել եւ մեծ աղետների բերել երկաթուղային տրանսպորտ տեղափոխող վատ բեռների վտանգավոր բեռների փոխադրման process-ը։ Մենք այստեղ փոխադրում ենք բենզին, փոխադրում ենք տարբեր տեսակի պայթուցիկ նյութեր եւ այլն։ Նոր վերանորոգված կամուրջը եւս 80 տարվա երաշխիք ունի։ Եթե ոչ կրկնակի երրակի ավելի ամուր կառույցներ են, քան ցարի կառուցված կամուրջները։ Սխլեյանը կարևորում է երկաթուղու շահագործումը եւ նշում, որ դա ամենաշահավետ տարբերակն է բեռնափոխադրումների համար։ Այս կամուրջով բաց է թողնվում մեր հանրապետության համար նշանակություն ունեցող ամենակարևոր ստրատեգիական բեռները, դա նավթապրոդուկտը, ինչպես նաեւ հացը։ Մեկ գնացքը տեղափոխվում է մոտավորապես 150 ավտոմեքենայից ավել 200 մեքենայի բեռ։ Իսկ արդյոք հնարավոր է Բաթումի փոթի պորտերից այդքան մեքենանով կրել։ Անհնար է, դա մեր հանրապետության պայմաններում անհնար է։ Երկաթուղային կամրջի վերանորոգման համար 336 միլիոն դրամ է ծախսվել։ Շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս ապրիլ ամսից։ Այս պահին էլ այստեղ աշխատանքներ են տարվում, իսկ կամրջի վերանորոգումը իրականացնում է Կամուրջ շին ընկերությունը։ Ընկերության գլխավոր ճարտարապետ Արարատ Ղարիբյանը տեղեկացրեց, որ երթևեկությունը դադարեցվել է 16 ժամով։ Այս պահին ուրեմն հին գոյություն ունեցող կամուրջի ապամոնտաժման եւ նոր կամուրջի մոնտաժման աշխատանքն է իրականացվում։ Հին գործող կամուրջը հրվում է դեպի թռիչքից դուրս եւ նոր կամուրջը տեղադրվում է